Հինոց Մինդայնորաբաց բանջարեղենի զտման կենտրոնն օրեր առաջ ստացավ նոր ոչ միայն շրջանում, այլև տարածաշրջանում կրկնօրինակը չունեցող զտման սարքավորում։ Տեխնիկան նախատեսված է կարտոֆիլի սորտավորման համար։ Գերմանիայից բերված սարքավորումը հենց տեղական արտադրության է, իսկ շարժիչները ճապոնական Հիտաչի ձեռնարկության արտադրության։ Սարքավորումն արդեն փորձարկված է։ Այն համապատասխանում է պայմանագրային բոլոր կետերին։ Հավելենք, որ սարքավորման ձեռքբերման պայմանագիրը կնքվել էր դեռևս մայիսին։ Միջազգային նիրազ կազմակերպության, Վրաստանի նիրաժի մասնաճյուղի եւ Սոսիկո Ամիրխանյան կազմակերպության միջև։ Ֆիրման գոչվում է Աննատ ձեռնարկություն, Սոսիկ Ամիրխանյանի գլխավորության, մեր տեխնոլոգիան գա, մեր ամեն ինչը նույնը ստացել ենք։ Մի աշխատողների կողմից կան 4-ից 5 հոգի ենք։ Մի ժամվա ընթացքում կճոգի 5-ից 6 տոննա եւ ամենալավ միջոցներն կան, սետկաներն են, տարբեր ձևի եւ գաներն են 60-ից 70 լարի մի տոննա, ամեն օր աշխատում է, օրվա մեջ 24 ժամ աշխատում է ցեխը, լուբոյ մեր գեղացին հնարավոր փերել, ճոգել, ամեն ինչով պատրաստ է, մաքուր շենքը գարուն վիճակում է եւ մենք կարող ենք իր միջոցով տարբեր քաշայի մեշոկներ լցնել, 1 կիլոից մինչև 50 կիլոգրամ քաշային եւ մենք կարող ենք գյուղացուց վերցնել քարտոշկան եւ վաճառել տարբեր գինգա, մենք կարող ենք գինը բահել, որ գյուղացին ինչ որ իամետրկը աժան գներով չվաճառե։ Երկի 4 տեսակ հնարավորություն ունի ճոգելու, տարբեր չափսի սետկաներ ունենք, կարող ենք տարբեր ձևի սետկաներ թանել, ճոգել, իա գյուղացին որն ուզում է, մենք կարող ենք ձևափոխել, թանել, ճոգել, եթե գյուղացին իա քարտոշկան բերել է տեխնիկայով, մենք իա բանվորն ունի, մենք չենք խառնվում բանվորնուն, սկիթկաներ գալինեն 10-ից 20 լարիներ սկիթկա գալին։ Ուրեմն մեր 4 աշխատանքից գլխավորը ես եմ, գլխավոր տեխնոլոգը ես եմ, բուլդը ես եմ միացնում, ամբողջ տեխնիկայի բուլդը իմ ձեռում է, այստեղ ես եմ միացնում այդ կիլոգրամների քաշը, որ ինչ կիլոգրամ է ուզում այդ քարտոշկայի դերը, գյուղացին ինչ է ուզում, 5-ից 10 կիլոգա, 25 կիլոգրամ գա, 50 կիլոգրամ գա, այդիկ կամթորով ես եմ գայնեցնում ու մեշոկները լցնում է։ Դեղեցից մեկը մեշոկներն է լցնում ինտեր բունկերի մեջ, մեկը այստեղ որ ես լուսնով գայս լեսի մոտ է գանում, հոդաձե, փեթաձե, այդ քարտոշկաները չգան այլ մեշոկի մեջ մետրկի վիրը ցագել է։ Արդեն գործող հիմնարկության նպատակն է կարտոֆիլի զտման համար ոչ միայն շուկայականից ավելի մատչելի գներ առաջարկել գյուղացուն, այլև դառնալ ֆերմեր գնորդ միջանկյալ կապ եւ շուկա արտահանել որակյալ արտադրանք։ 1 տոննա սորտավորվող կարտոֆիլի համար հիմնարկության կողմից սահմանված գումարը մոտավորապես 70 լարի է։ Հավելենք, որ ֆերմերի կարտոֆիլի պարկերի դատարկման ու բարձման համար բանվորներ տրամադրելու դեպքում հիմնարկության բանվորների հատկացվելիք վերոնշված 70 լարիի մեջ մտնող գումարը կարտոֆիլագործից չի գանձվի։ Մենք ունենք արդեն 10-ից 15 հոգի զակացներ տարբեր գյուղերից, սպասում ենք, որ փեն ցեխը աշխատի ամբողջովին նորմալ է, զակացներ կան, մինչև հիմա զանգում են, ասում են ամեն ինչ նորմալ է, սպասենք գյուղացիներին, որ փեն քարտոշկան ճոգին։ Այս պահին հիմնարկությունն ունի 4 աշխատողներ, ովքեր արդեն վարժ տիրապետում են նորագույն տեխնիկային, պարկաբերանների կարման գործընթացին ու կիրառվող բոլոր հմտություններին։ Սորտավորելուց հետո բանվորների միջամտությամբ կարտոֆիլը լցվում է պարկերը, ապա կարվում հիմնարկության ապրանքանիշի պիտակով, ինչը կարծում եմ ապրանք շուկայական բարձր գներով իրացնելու ամենակարևոր նախապայմանն է։ Մենք այստեղի աշխատող ենք, փորձարկել ենք սարքավորանքը նույն համապատասխան վիճակում, ժամում ինչքան որ պետք է ճոգում է ամեն ինչ իր ձևով։ Ես կաշխատիմ հիմնականը այստեղ բանվորության գործերով, կօգնեմ տեխնոլոգին եւ այլն, ամեն գործերով։ Գյուղացուների համար ամեն ձևի նոր սարքավորանք է։ Գյուղացիները կարող են քարտոֆիլ ներմուծել, սարքը պատրաստ է, կարող ենք ամեն ձևի գյուղացիներին օգնել,
ջոգել, վերամշակել, բագետավորել կարտոշկան, ամեն քաշային կարգը կա, 5-ից մինչև 50 կիլոգրամ կելնիկ է, մաշինքան կա, կարելով, ամեն ձևով կարող են հանձնել սուպերմարկետներ եւ այլն, կարող ենք ներմուծել ուրիշ տեղեր, կնորդը կա հիմնական, նու ամեն ձևի կարող ենք գյուղացիներին օգնել իր կարտոշկան վերամշակելու, վերապատրաստելու համար։ Սարքի ձեռքբերման ծրագիրն արժել է 35,000 ամերիկյան դոլար։ Կարծում եմ այս սարքը կնպաստի շրջանի գյուղատնտեսության ամենաաճող ճյուղի կարտոֆիլագործության առավել տարածմանը եւ կարտոֆիլամշակման գործընթացին անհրաժեշտ տեխնիկաների շարքում կզբաղեցնի կարևոր տեղ։